այս մասով անելիք պետությունը ինչ կարող է անել, որպեսզի կարողանանք այնուամենայնիվ գտնել լուծումներ, ելքեր, որպեսզի իրավիճակը ստանա որոշակի տեսք եւ կարողանանք ապրել ստեղծված իրականության մեջ։ Համեցեք։ Մենք ուրեմն մեր կորձունեությունը գծավալենք խորհրդարանի եւ կառավարության բանով մագարտակով եւ վերջերս խորհրդարանի անդամներ Ֆրանսիայի թիմածեին արտգործնախարարին եւ մենք նորը ստացանք պատասխանները արտգործնախարարի կողմէ թիմածեին արտգործնախարարին, որ միջամտե Ադրբեջանի իշխանությունների մոտ քերիներու ազատարձակման ուղղությամբ ներկայացնելու, հայց ներկայացնելու եւ պատասխանի մեջ մենք տեսանք, որ արտգործնախարարը, որովհետեւ Հայաստանի իշխանությունները այս բաները քայլեր արած են միջպետական հայցերի հետ քաշելու եւ խաղաղության բանակցությունները ներկայացնելու որպես այսպես ամբողջական մեկ խնդիր, որ քերիներու հարցը դուրս կտողե պատասխանի մեջ Ֆրանսիայի արտգործնախարարի պատասխանի մեջ մենք տեսանք, որ այսպես ցերկլվածում կա եւ գսեն, որ Հայաստանի իշխանություններն է որ պիտի սպառվին այս խնդրով եւ մենք մեզի եղած թիմումներուն չենք ունակ դրական պատասխան տվել։ Սա մեկ շատ կոնկրետ եւ փոքր փաստ է, որ եթե Հայաստանի իշխանությունները իրենք չթիմեն մենք որպես ֆրանսիացի քաղաքացի գտիմենք Ֆրանսիայի արտգործնախարարությամբ, բայց եթե Հայաստանի իշխանությունները չերկրորդեն կամ չբարձրացնեն այս խնդիրը գաղափարություններու մագարտակով դեռ պիտի չհասնի, այսինքն պիտի չկարողանանք հաջողել ֆրանսիացի կամ որևէ ուրիշ Զվիցերիա, Շվեյցարիայի եւ կամ որևէ ուրիշ երկրի կառավարություններուն կողմէ միջամտություններ ապահովել։ Լսենք նաև Տիկին Սիրամիշին։ Նախ նշեմ, որ